Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, ողջույն պարոն Սարգսյան։ Եվրադաշինքը, որի մաս էր կազմում նաև Հանրապետություն կուսակցությունը, մեծ հաշվով պարտվեց Գյումրու ընտրություններում, ավագանի չանցավ, թեև հանդես եք գալիս որպես նախկին եւ ներկա իշխանություններին որպես այլընտրանք, ինչու ամեն դեպքում, եթե արդյունքներին աշկ գցենք, մարդիկ գնացին հենց ձայն տվեցին նախկին եւ ներկա իշխանություններին, նրանց հարող տարբեր ուժերի այլընտրանքի կարիք չտեսան կամ դուք չհամոզեցիք, որ այլընտրանք եք, պարոն Սարգսյան։ Գիտեք, սևերի ու սպիտակների բաժանման մեթոդը պարզվում է, որ ձեռնատու է նաև հանրությանը, այդպես ավելի հեշտ է քվեարկել, որովհետև Գյումրիում բանավեճը գնաց նախկինների, որոնք ասում էին, որ մենք գալիս ենք Գյումրի, որպեսզի Գյումրիից սկսենք իշխանափոխությունը եւ ռադանենք Նիկոլ Փաշինյանին, եւ նաեւ պիտի այստեղ ասեմ, որ իշխանությունները սկսեցին այդ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մենք Երևանում մաքրել ենք նախկիններից եւ Հայաստանում հիմի պահնա, որ Գյումրիում էլ մաքրենք նախկիններին կամ ռադանենք նախկիններին, ովքեր նկուղներից դուրս են եկել իրենց ունեցվածքը պահելու համար, իսկ Եվրադաշինքը մասնավորապես ես ասացի, որ Գյումրեցի ջան, այս ընտրությունները Գյումրի քաղաքապետի ընտրություններ են, ոչ թե ինչ-որ մեկին ռադանելու ընտրություններ, եւ դուք պիտի ընտրեք Գյումրիի քաղաքապետ եւ լավ կլինի, որ խնդրին մոտենաք այդ առումով, ու սխալվեցի, որովհետեւ Գյումրեցին, ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ընտրություններին վերաբերվում է գլադիատորների կռվի եւ փորձում է որևէ մեկին ռադանել, որևէ մեկ այդ ռադանելու խնդրում սեփական հաշիվները լուծել։ Դեմ քվեարկել ինչ-որ մեկին, հա, քվեարկելով սևի ու սպիտակի այդ համատեքստումը, օրինակ մեր քաղաքորդի անդամ Անահիտ Ադամյանը շատ ճիշտ ձևակերպում տվեց, ասեց սևերի ու սպիտակների համատեքստում կռիվը սկսել է նաև չաշխատել եւ ձեռնատու չլներ իշխանություններին, որովհետեւ սևերը տակտիկան սովորել են ու սկսել են հաղթել։ Այսինքն սևերի ու սպիտակների կռվում կարող են նաև սևերը հաղթել, ու սրանից իշխանությունները պիտի նաև սրանից հետևություններ անեն։ Ընդհանուր առմամբ պիտի ասեմ, այսինքն կնեք դա Նիկոլ Փաշինյանի սխալն է, որ ինքը ենթադրում է, որ նախկինների կամ պայմանական սևերի մոտ ինքը միշտ ընտրվելու է եւ 21-ի ընտրություններն էլ, չէ, Հանրապետությունը 3%-ից ավելի ստացավ, բայց 4-ը չհաղթահարեց, շատ խիստ սև սպիտակ ձևաչափ էր, հա, 21-ին եւս, հիմա սկսել է այդ ձևաչափը չաշխատել իշխանության օգտին, ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ ճիշտ եք հասկանում, բայց պիտի ասեմ հետեւյալը, որ Գյումրիի ընտրություններով չի, որ պիտի համապետական ընտրությունները չափվի։ Ես միշտ ասել եմ, որ Գյումրիի ընտրությունների այս պարամետրը գերագնահատվում է եւ դրանք 26 թվի ընտրությունների վրա առանձնապես ազդեցություն չեն ունենալու, թող չվկևորվեն նրանք, ովքեր էս համարում են, այ որ սկսեցինք վերջացնելու ենք, որովհետեւ այսպես է, օրինակ, ասենք Գերմանիայում քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը 2005 թվականին, 2007 թվականին, 2013 թվականին եւ 2017 թվականին համապետական ընտրություններում հաղթել է եւ Անգելա Մերկելը դարձել է Գերմանիայի կանցլեր։ Նույն թվականներին տեղական ինքնակառավարման ընտրություններում բոլորում քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը պարտվել է սոցիալ-դեմոկրատներին եւ կանաչներին։ Այսինքն խորհրդարանական կառավարման մոդելը նման հնարավորություններ ընձեռնում է եւ դա որոշակի առումով նաեւ օրինաչափություն է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում խնդիր է։ Կնեք, պարոն Սարգսյան, այսինքն դուք չեք կիսում նաեւ այն տեսակետը, որ այս մոդելը, երբ որ ընդդիմությունը ազգային ժողովի ապակենտրոնացված տարբեր թևերով է հանդես գալիս, սրանք հավաքում են ինչ-որ ձայներ, ապա վերջում կարող են կոալիցիա կազմել ԿՊ-ին օրինակ մեկ ուսացնել եւ այլն, զրկել իշխանությունից, կարող է չաշխատել համապետական, այսինքն Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւս մի քանի այսպես նախկին իշխանությունային հարող ուժեր գնան, հավաքեն ինչ-որ ձայներ, միասին
կոալիցիա կազմել։ Դուք դա չեք տեսնում, պատկերացնում եք, որ կտարբերվի, հա, 26-ի։ Ես ընդհանրապես համարում եմ, որ համապետական ընտրություններում մոտեցումները բացարձակ այլ են։ Ճիշտ է, այնտեղ էլ խնդիրը ոչ թե գաղափարի դաշտում է, այլ անհատի, ցավոք սրտի Գյումրիում էլ ամբողջ խնդիրը այդ համատեքստում էր եւ Եվրադաշինքի պարտություն հիմնական պարամետրերից մեկն էլ դա էր, որ գյումրեցին գաղափարը չընտրեց, այլ ընտրում էր մարդուն, եւ ես միանշանակ այն կարծիքին եմ, որ իրենք ոչ թե կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունն են ընտրել, այլ ընտրել են Վարդան Ղուկասյանին, որը այդ կոմունիստական կուսակցության ժամանակ ապրանքագետ է եղել, տան կոնյակ ու օղի է փակել, իմիջիայլոց սովետական միությունը դրա համար էլ փլուզվեց, այնպես որ գյումրեցիները այս առումով հետևություն անելու խնդիր ունեն եւ ցավոք սրտի իմ կարծիքով Գյումրիում 2021 թվականից հետո էլ ԿՊ-ն պարտվեց եւ Բալասանյանները հաղթեցին։ Մենք ընդհանրապես չմասնակցեցինք, որովհետեւ տեսանք, որ Գյումրիում հեղափոխությունը ոչինչ չի փոխել։ Իրականում այս ընտրությունները ցույց տվեցին, որ հեղափոխությունը սկսեց Գյումրիուց, բայց Գյումրիում հեղափոխություն դեռ տեղի չի ունեցել։ Տեսանելի նկատի։ Տեսանելի առումով հեղափոխությունը տեղի չի ունեցել, որտեվ գործատերերը նույն մարդիկ են։ Աշխատատեղերը նույն մարդիկ ունեն, ֆինանսական միջոցները ու ազդեցությունը նույն մարդիկ ունի։ Այնպես ինչպես Հայաստանի դատական համակարգում մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, այնպես ինչպես Հայաստանի տնտեսության մեջ արդյունաբերական համակարգում մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, այնպես ինչպես կառավարման մոդելի ու մեխանիզմների մեջ մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, Գյումրիում էլ այդ առումով ոչինչ չի փոխվել։ Եվ այն մարդիկ, ովքեր մինչև հեղափոխությունը ազդեցություն ունեին, այդ մարդիկ են հաղթում։ Եվ ընդհանրապես ասենք, գիտեք ինչ, ասենք Լևոն Բարսեղյանի պարամետրը, որպես Գյումրիում անհատի, չաշխատեց։ Ու չաշխատեց դա ակնհայտ երևաց առաջին համարների բանավեճի ժամանակ։ Ինչու՞, որովհետև Լևոն Բարսեղյանը նույնիսկ չի ընկալվում գյումրեցի։ Ինքը ամբողջ կյանքում Գյումրիում է ապրել, ամբողջ կյանքում պայքարել է գյումրեցիների խնդիրների, նրանց առաջացած ցակած իրավական եւ այլ հարցերի առումով, բայց Լևոն Բարսեղյանը չի ընկալվում գյումրեցի, որտեղ Լևոն Բարսեղյանը խնդիրները լուծել է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Իսկ Գյումրիում այն մարդիկ, ովքեր խնդիրները լուծում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, ընկալվում են որպես գործտվող կամ կլավուզնիկ։ Նույնիսկ առաջին համարների բանավեճի ժամանակ ԿՊ-ի ներկայացուցիչը Սարիկը մտավ այդ Ղայդին տղու համակարգի դաշտ ու բնականաբար այդ Ղայդին տղայի համակարգում մրցակիցները, ասենք Վարդանիկը եւ Մարտունն են։ Այդտեղ Սարիկը մրցակից չի։ Իսկ մեր տեխնացուն ընդհանրապես այդ համակարգում չկա, որովհետեւ ինքը օրենքի համատեքստում է։ Ու սա չաշխատեց։ Մարդիկ դա են փաստորեն համարում ընտրության ենթակա։ Ասել, որ ես դրան տեղյակ չէի կամ մեր կուսակցությունում դրան տեղյակ չէինք։ Բարսեղյանը մի քիչ դժվար է պատկերացնել գողական կամ այո։ Մենք Գյումրիի նման մոտեցմանը, որ Գյումրին ոչ թե քաղաքական ընտրություն է անելու, այլ ինքը անելու է այդ Ղայդին տղու ընտրությունը, թաղի տղու ընտրությունը։ Մենք դրան լավ տեղյակ ենք։ Մեր կուսակցությունը այս ընտրությունից հետո հետևություն արել է միանշանակ։ Մեր կուսակցությունը իր ամբողջ պատմության ընթացքում ընդամենը մի անգամ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել տեղական կառույցի որոշմանը հակառակ։ Մեր տեղական կառույցը Ինչքան գիտեմ դեմ էր պարոն Բարսեղյանի ինտերվյու։ Ոչ միայն պարոն Բարսեղյանի, նաև Դաշինքով հանդես գալուն, ինքը համարում էր, որ մենք ինքնուրույն Ղայդին տղա տեխնացուով կարող ենք ավելին հավաքել եւ այլն։ Կուսակցության քաղխորհուրդը դրան դեմ որոշում է կայացրել եւ այդ գաղտնիք չի եղել։ Ես այդ տեղյակ եմ պահել թե պարոն Բարսեղյանին, թե Դաշինքի համախոհ մեր ընկերներին։ Նրանք ճիշտ են փաստորեն ստացվում։ Դուրս եկավ, որ իրենք ճիշտ էին, բայց մեզ պետք էր ապացուցել, որ մենք չենք խուսափում միասնական հանդես գալուց։ Մենք չենք ուզում ցույց տալ, որ այ մենք ինքնուրույն կարող էինք, չնայած ես համարում եմ, որ եթե մենք ինքնուրույն հանդես գայինք եւ ունենայինք 1-2, ասենք, ավականու անդամ, որոնք իրենց քվեարկությամբ թույլ չէին տա
այ ռուսահպատակ, նախկինը հետ բերող, ռուսական դրոշի տակ երկեր երկող այդ թիմին իշխանության գալ, անկախ նրանից մեզ կհամարեին կծորդ թե ինչ, ես կողմ կլինեի, որ այդպես լիներ ու գնային այդ կոճակը սեղմեին, թեկուզ այդ կոճակը սեղմելու համար, ինչը մենք արեցինք Երևանում, թույլ չտվեցինք, որ այն ռուսահպատակները, որ ովքեր Դոնբասներում ելույթ են ունենում, Երևանը վերցնեն ու Երևանը վերցնելուց հետո էլ այնպես ինչպես հիմի Գյումրիում են հայտարարում, որ Գյումրիում վերցրեցինք, այնտեղից գալու ենք Երևանը վերցնենք, որովհետև ես հիմա էլ համարում եմ, որ գործընթացները, որոնք Հայաստանում տեղի են ունենում, շատ ռիսկային են ու այնքան ռիսկային են, որ ընտրությունները կարող են նաև 26 թվին չլինել։ Եկեք դրանից քիչ անց խոսենք, տեսեք, այս Գյումրի համատեքստում պարոն Սարգսյան նաև որ հետևում ենք պարոն Բարսեղյանի եւ լրագրողների շփումները, նրանք հարցնում են դուք ԿՊ-ի հետ կոալիցիա չեք կազմելու արդյոք եւ պարոն Բարսեղյանը ասում էր ոչ մենք չենք կոալիցվելու եւ այլն, հա եւ անձամբ նաեւ ձեզ են քննադատում որ ոնց չեք կոալիցվելու եթե Արամ Սարգսյանի քաղաքական ուժը Երևանի ավականու ընտրություններում կոալիցվեց թե չկոալիցվեց, բայց նրա ձայները օգնեցին որ Ավինյանը ընտրվի քաղաքապետ, չեք կարծում որ ձեր այս քայլը ունեցել է բացասական հետևանք ձեր վարկանիշի վրա անձամբ ձեր վարկանիշի վրա մարդիկ տեսել են որ ընտրությունից հետո դուք կարող եք ձայներ ապահովել ԿՊ-ի համար իշխանության գալու եւ հիմա ինչքան էլ փորձեք նաեւ 26-ի ընտրություններում համոզել որ ոչ ես չեմ կոալիցվելու եւ այլն դա չի գործում Գյումրին նաեւ դա չապացուցեց Տեսեք, ես այդ հարցին նաև Գյումրիում պատասխանել եմ ազատության լրագրողի հարցին, ինչը համացանցում լավ տարածվել է։ Ընդհանրապես ընտրական են համակարգը, ինչը կա խորհրդարանական մոդելի համակարգում, առանց կոալիցիաների իշխանություն ձևավորելու հնարավորությունը շատ փոքր է։ Գիտեք, ճիշտ եք, բայց ասում են այ մեր բոլորի նպատակը Փաշինյանին հեռացնելն է։ Ով այս նպատակին չի ծառայում, ասենք Արամ Սարգսյանը չի ծառայում այս նպատակին իր քաղաքական կապիտալը չի ծառայեցնում այս նպատակին, ուրեմն իշխանական է, չոր եւ թաց, սև եւ սպիտակ, Գիտեք, դա ասում են նախկին իշխանությունները, որոնք ուզում են հետ վերադառնալ, որոնց խնդիրը ոչ թե Հայաստանի Հանրապետության թողիչներ են, որ իրենց մասին էս կարծիքին եմ, ոչ թե Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումն է, այլ սեփական իշխանության յետ բերելը, որոնք Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած խնդիրները Արցախահայության, Արցախի, Հայաստանի տեսնում են նոյեմբերի 9-ին երրորդ կետի հետ վերադարձը, տեսնում են ռուսական ներդրումները, տեսնում են Ռուսաստանի հետ միասին միութենական պետության մեջ լինելը։ Իսկ ես համարում եմ, որ այ ռուսները դրանք թուրքերի ամենամոտ բարեկամներն են։ Եվ երբ որ մեզ մեղադրում են Եվրոպայի հետ լինելով թուրքական, պրոթուրքական քաղաքականություն վարելու, իրենք մոռանում են, որ իրենց գաղափարական հայր Ուլյանով Լենինը, ասենք, փաստաթուղթ է ստորագրել թուրքական իշխանության հետ, որ 18-20 թվականներին այդ ստորագրած փաստաթղթի Քեմալի հետ ստորագրած փաստաթղթի արդյունքում էր, որ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը տրվեց Ադրբեջանին։ Իրանք մոռանում են, որ այդ Եռակոմ համաձայնագրի համատեքստում էր այս պատերազմից հետո, որ Լեռնային Ղարաբաղը դատարկվեց։ Իրենք մոռանում են այս ամեն ինչը։ Մենք ինչու մեր վարկանիշի հաշվին գնացինք Երևան քաղաքում միանալու քաղաքացիական պայմանագրին եւ միասնական իշխանություն վերցնել։ Այսինքն դուք ընդունում եք, որ ԿՊ-ին միանալը ձեր վարկանիշի վրա ազդել է։ Գիտեք, ես քաղաքական բավականին երկար կենսագրություն ունեմ եւ մեր քաղաքորթում էլ փորձառություն ունեցող մարդիկ քիչ չեն, ովքեր այդ տեսակետը, որ այդ միանալը կարող է մեզ վնասել 2026-ին, այդ հարցը բարձրացնային ու այդ քաղաքորթում քննարկված չլիներ։ Միամտությունը երեխայությունն է մտածել, որ չի քննարկվել այդ որոշումը։ Բահանուն ինչի գնացիք, պարոն Սարգսյան։ Պետության եւ պետականության, որովհետեւ մենք համարում ենք, որ ցանկացած արտահերթ, նույնիսկ հիմա ցանկացած արտահերթ գործընթաց, որը փողոցով կարող է բերել երկրի ներսում իշխանափոխության, դրանից օգտվելու է Ռուսաստանն ու Ադրբեջանը եւ Թուրքիան։ Այնպես ինչպես ժամանակին 92-94 թվականներին մենք օգտվեցինք Ադրբեջանում այդ փոփոխություններից։ Ինչ է ասելու Ադրբեջանը։ Տեսեք, Ադրբեջանը հիմի կրակում է ու ինչ է ասում։
Ինքը այդ մեկնաբանելու են նրանով, որ մեկնաբանում է, որ նրանով, որ Հայաստանն են կրակում։ Եվրոդիտորդները ասում են Հայաստանը չի, մերոնք հեկտքում են։ Նման իրավիճակում, երբ որ Հայաստանի ներսում ներքաղաքական զարգացումներ են գնում հրապարակներում, Ադրբեջանն ասելու է, տեսեք, իրենք Երևանի կենտրոնում անգամ չեն կարողանում իրենց իշխանությունը պահել, հետևաբար իրենք չեն կարող սահմանի կանգնած զինվորի վրա ազդեցություն ունենալ, անկառավարելի է այդ երկիրը։ Այսինքն կառավարությունը այնքան թույլ է, որ չի կարողանում կառավարել, ներքին խնդիրներ ունի ու սահմանում սարկած, ցանկացած սանդրանք խնդիր է դառնալու պատերազմ անելու, այդ պատերազմից, քանի որ այստեղ խառնակցություն է, օգուտներ քաղել։ Բայց մարդիկ ոնց որ չեն ընկալում ձեր այս բացատրությունը, շարունակում են համարել, որ Արամ Սարգսյանը Փաշինյանի իշխանությանը պաշտպանում է, պահապան է, այդ տեսեք, նրանք մեղադրում են թուրք դավաճան վաճառող լինելու մեջ, Արամ Սարգսյանը այդ բառերը չի օգտագործում, ուրեմն մի բան կա, այ Արամ Սարգսյանին մենք չենք կարող այլ ընտրանք որակել։ Եվ Գյումրին դա ցույց տվեց մեծ հաշվով բան։ Գիտեք, ամբողջ խնդիրը նրանում է, որ Հանրապետություն կուսակցությունը մշտապես հանդես է եկել պետության ու պետականության դիրքերից եւ մշտապես լուծումներ առաջարկել ի տարբերություն նրանց, ովքեր որևէ լուծում չեն առաջարկում, ովքեր 2017 թվականի հեղափոխությունից հետո ասում են Նիկոլ Փաշինյանն եկել է, որ Ղարաբաղը տա ու Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ Ինչու միակողմանի չեք մեղադրում Փաշինյանին Արցախը վաճառելու մեջ։ Գիտեք, Փաշինյանի կուսակցության եւ մեր կուսակցության քաղաքական, գաղափարական մոտեցումները իրարից ավելի հեռու են, քան, ասենք, հանրապետական կուսակցության եւ ԿՓ-ի մոտեցումները։ Իրենք երկուսն էլ, ասենք, սահմանադրության առումով խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից են։ Փաշինյանը սկզբից դեմ էր խոսում, հետո ասեց, չէ, շատ լավ մոդել է, ես մեզ փրկեց, իսկ մինչև այդ ասում էր Սերժը փոխել է իր համար, չէ։ Սերժ Սարգսյանի վարած տնտեսությունը, որտեղ արդյունաբերություն չկար, սպասարկում, չգիտեմ, հյուրանոցներ եւ այլն, ինչ սկսեց Ռոբերտ Քոչանից։ Նիկոլ Փաշինյանը նույն բանն է անում, հարկային բեռի ավելացում, հնարավորինս շատ քերել, արդյունաբերություն եւ այլ ներդրումային միջավայրի բարելավում զրոյական չկա, այս առումով էլ իրենց մոտեցումները ուրիշ է, մենք առաջարկում ենք հանքարդյունաբերությունը ամբողջությամբ աշխատացնել, ջրային ռեսուրսները տրամադրել օտարերկրյա ներդրումների համար, հնարավորություն տալ երկաթգծերի եւ այլ միջալոցես առումով շատ հետաքրքիր զարգացումներ կան եւ այլ։ Ու այս առումներով երբ որ նայում ենք ընդհանուր համատեքստում, մենք առաջարկում ենք Հայաստանի քաղաքական կուրսի վեկտորի ամբողջական փոփոխություն, ԿՊ-ն բալանսավորման կողմնակից է, տեսականորեն Սերժ Սարգսյանի եւ կողմնակից է, Ռոբերտ Քոչյանը կոմպլիմենտարիզմի, որն էլի բալանսավորում է, այսինքն այս գաղափարական մոտեցումների առումով մենք հակադիր ենք։ Հա, բայց մարդիկ դրանցով չեն դատում։ Գիտեք, մարդիկ ընդհանրապես Այ հիմա քանի որ դուք Factor TV-ում չեք հայհոյում Փաշինյանին, ինչը մենք իհարկե թույլ չենք տա, որևէ գործ չի հայհոյել, կապ չունի Փաշինյանի թե Քոչյան, դուք չեք ընկալվում էլի այս իշխանությանը ընդդիմախոս գաղափարական դաշտում իրոք, որ այսպես չոր քաղաքագիտորեն գցենք, դուք կարող է իրապես շատ հակադիր եք, դուք փաստեր նշեցիք, հա, որոնք կարող են խոսել նրա մասին, որ դուք ձեր այսպես հայացքներով շատ տարբերվում եք նրանցից, բայց վերբալ, հա, խոսքային մակարդակում են ձեզնից ընդդիմություն ուզում։ Գիտեք, մեր հանրությունը հետեւյալ մոտեցում ունի, եթե դու չես պահանջում հրաժարական, ուրեմն դու ընդդիմություն չես։ Ես էլ ասում եմ, որ ընդդիմություն կամ իշխանություն լինելը այն երկրներում, որտեղ օրինական ընտրություններ են արվում, որոշում է ժողովուրդը իր քվեարկությամբ։ Կընկալի մեզ քվե կտա, մենք կդառնանք իշխանություն ու կատարենք մեր խոստումները։ Չի ընկալի, չի տա, ում կտա, ըստ դրա ինքը կսովորի քվեարկել։ Քվեարկելն էլ սովորելու վրա է։ Մարդիկ միանգամից ճիշտ քվեարկելու ունակ չեն։ Հիմա մարդիկ գերադասում են պոպուլիզմը։ Գալիս են քվեն տալի, որ չգիտեմ 4 միլիարդ պիտի հետ բերեն, կոպեկ առ կոպեկ, չգիտեմ ռովեր առ ռովերի, եւ այլ այս բան։ Հետո ասում են, այդ ինչի հետ չբերեցիր։ Ես երբեք չեմ ասել, որ ինչ որ մեկը 4 միլիարդ ունի, կամ 3 կամ 2, որտեղ այդ պիտի հիմնավորես։ Ես երբեք անգամ հոկտեմբերի 27-ով չեմ ասել, որ իրենք են կազմակերպել։ Ես մեղադրել եմ իրենց պաշտոնական հանգործության եւ դատավարության ընթացքում գործը կոծկելու մեջ արագացնելով, բայց այլ որովհետեւ դրանք հիմնավորումներ պիտի ունենան։
որովհետև եթե Վարդան Ղուկասյանը հանցագործ է, պիտի դատարանով կարողանան իրենք ապացուցել, որ հանցագործ է։ Հակառակ դեպքում, երբ որ այդ ամեն ինչը չի արվում, այստեղ գիտեք ինչ, գյումրեցին չի մեղավոր, որ գաղափարական հենքի վրա չի քվեարկություն ինքը այս դաշտի մասնակից է, ինքը դաշտի մասնակից է, որտեղ ասենք եվրոպական արժեքներ կրող ուժերն էլ չեն։ Ճիշտ է, որոշակի մեղքի բաժին ունեն, որովհետև մենք հասկանալով, որտեղ Ղայդին տղու գաղափարն է աշխատում, Ղայդին տղա տեխնացու չենք դրել, կամ այդ ուղղությամբ չենք գնացել, կամ մենք տեղի կառույցի տեսակետը հաշվի չենք առել ու մերժել ենք։ Տեսականորեն իրանք ճիշտ էին ասում ու մենք իրենց մերժել ենք։ Մենք գնացել ենք այն սկզբունքով, որ մարդը տեսնի երրորդ բևեռ, մենք բացատրել ենք, որ եթե դու քո քվեն տալիս այդ երրորդ բևեռին, դու արտաքին քաղաքական այն ուժերին, ովքեր 2020 թվականից մինչև 2025 թվական չեն թողել, որ Վլադիմիր Պուտինի, Էրդողանի եւ Իլհամ Ալիևի ուզած միջանցքը իրականություն դառնա, այդ ուժերը տեսնեն, որ գյումրեցին այդ գնահատում է։ Տեսեք, գյումրեցի որևէ մեկը պատերազմ չի ուզում։ Բայց ինքը քվե է տվել նրանց, ովքեր ասում են, որ Շուշին էլ հետ բերենք, Ղարսն էլ Արդահանն էլ։ Առանց պատերազմի հետ ո՞նց է հետ բերելու։ Մտածել են այդ մասին, իհարկե չեն մտածել։ Ինչի չեն մտածել։ Որովհետև իրենք աշխատում են Վարդանիկի, Մարտունի, չգիտեմ, մյուսի մոտ։ Որովհետև այդ մարդիկ այնտեղ լուրջ ազդեցություն ունեն, որտեղ այս իշխանությունն ասում է գող եք, թալանչի եք եւ այլն եք, բայց այս իշխանությունը չի կարողանում իր դատական համակարգով այդ մարդկանց մեղադրանքն ապացուցի։ Այդ մարդիկ վարձում են փաստաբաններ եւ իրենց փաստաբաններով այդ դատական համակարգում հաղթում են իրենց։ Իսկ ինչի է դա տեղի ունենում, որտեղ այդ դատական համակարգում վեյթինգ տեղի չունեցավ։ Իսկ այդ դատավորներին, երբ որ լուսամուտներից բռնած ոտներից դուրս էին շպրտում, որին մենք դեմ էինք, ինչի արդյունքում էլ Արտակ Զեյնալյանին հանեցին։ Հեղափոխությամբ դատական իշխանություն չեն փոխում։ Այդ դատական իշխանությունը գործադիր իշխանության մեջ տեսավ հակառակորդ ու ինքը միավորվեց սեփական շահերի շուրջ։ Ու առեսօր սեփական շահերի շուրջ իրենք կարողանում են օրենքի շրջանակներում իրենց պահել։ Ու դա այդպես էլ պիտի տեղի ունենար։ Ոս բաներից հետևություն է անել պետք։ Ինչ վերաբերվում է մեզ, մենք միանշանակ պետության ու պետականության կողմնակից ենք եղել։ Մենք այսօր էլ նույն Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին ինչ ենք ասում։ Ասում ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով դուք Լեռնային Ղարաբաղ չեք վերադառնալու, որովհետև դուք ռուսական խաղաղապահներին չեք վստահում։ Ձեր Լեռնային Ղարաբաղ վերադառնալու միակ երաշխիքը կարող է լինել միջազգային խաղաղապահը։ Այլ խաղաղապահի պարագայում դուք Լեռնային Ղարաբաղ չեք վերադառնալու։ Դուք նույնիսկ ձեր սեփականությունը պաշտպանելու խնդիրներով ռուսական դատարաններում խնդիր չեք կարողանալու լուծել։ Դուք այդ Բրյուսելի դատարաններում պիտի ձեր խնդիրները լուծեք։ Այն ովքեր որ ձեզ փորձում են օգտագործել, ձեր այսօրվա սոցիալական իրավիճակից ելնելով, իրենք այլ խնդիր են լուծում։ Այսօր եվրոպական երկրներն են, որ մեկը մյուսի հետևից Լեռնային Ղարաբաղի Արցախահայության իրավունքների, նրանց հետ վերադարձի իրավունքների մասին խոսում են։ Թե Վարդան Ղուկասյանն ասում է ռուսական բազան այստեղ չլինի, թուրքը քայլելով կգա, չէ՞։ Դե մենակ Վարդան Ղուկասյանը չի ասում։ Եվ դա ոնց որ ընկալվեց, պարոն Սարգսյան, ճիշտ եմ հասկանում։ Դուք չընկալվեցիք ձեր Եվրոպամետ օրակարգով, այդ խոսակցությունը ընկալվեց։ Ես չեմ համարում, որ այդ խոսակցությունն է ընկալվել, բացարձակ։ Ես համարում եմ, որ Վարդան Ղուկասյանը որպես Ղայդին տղա այդ համատեքստում է ընկալվել ու այդ Վարդան Ղուկասյանին քվեարկողների մեջ կային մարդիկ, ովքեր Եվրոմիության անդամակցության փաստաթղթի տակ մեր ստորագրավակի ժամանակ ստորագրել են։ Ես սպատական չեմ ասում։ Այսինքն Գյումրին լենինական անվանափոխելը շուտ է։ Չէ, ես ասում եմ, որ Գյումրի սկսեց հեղափոխության քայլերթը, ինչը Նիկոլ Փաշինյանն արեց, բայց Գյումրիում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել։ Ընդդիմությունն ասում է Գյումրիում էլ կխեղդվի։ Դե, գիտեք, հենց
այս Գյումրիի քարոզարշավի ամբողջ իմաստը նրանում էր, որ ընդդիմությունն ասում էր, որ այ Գյումրիով խեղդելու ենք Նիկոլին, Նիկոլն էլ ասում էր, Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր, որ Գյումրիում նախկինների վերջին ոչն է խեղդելու ենք նախկինների։ Ոնց նախկիններն են հաղթում։ Ու մեր ժողովուրդն էլ սիրում է գլադիատորների պատերազմ, գնաց այդ պատերազմը նայելու, չնայած թե այս երրորդ թևը, որը գաղափարական մոտեցում է առաջարկում, որը Գյումրու խնդիրները Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակում լուծումներ է առաջարկում ու մոդելներ, այս երրորդ թևին գնաք վետա, ինքն ասաց, չէ, ինձ Ղայդին տղա է պետք, իսկ ձեր տեխնացուն օրենքով է փորձում խնդիրները լուծել, դրան մեր մոտ գործ տվող ու լյավուզնիկ են ասում։ Շատ լավ, մի հարց էլ պարոն Սարգսյան, այսպես քանի որ այսօր իմ հարցերը ձեր նկատմամբ մի քիչ հիշեցնում են քննադատական, հա, հարցեր, այսպիսի համատեքստ էլ կա, որ այ Արամ Սարգսյանի եղբոր Փեսան պետական սուբսիդիա է ստացել, հայտնի գործարանը, որ Երասխից տեղափոխվեց Արարատ, այդ գործարանի համատեքստում է դա եղել, կամ Երևանում տարբեր տարածքներ է ստանում շինարարության համար, կա նաև ֆինանսական շահ Արամ Սարգսյանի այս դիրքավորման մեջ, այսպես ասենք, ըստ ձեր քննադատների այս պնդման իշխանամետ դիրքավորման մեջ, կխնդրեմ այս հարցի շուրջ ձեր պարզաբանումն է, որովհետև ես անընդհատ սոցցանցերում հետևում եմ, որ որոշակի շահ ունեք տնտեսական, այդ պատճառով եք Փաշինյանի պաշտպանում։ Զրո տնտեսական շահ ունեմ ես։ Ընդհանրապես, եթե ես տնտեսական շահով գնայի, ապա վարչապետությունից դուրս գալուց հետո Արարատի ցեմենտի գործարանը, վերևի գործարանը իմը կլիներ, որտեղ ինձ ուղիղ առաջարկվել է։ Ընտրում ես տնտեսությունը եւ դու որևէ խնդիր չունես այս երկրում։ Քո ժարկամքով Ռոբերտ Քոչյանը կենտանի մարդ է։ Ինքն է առաջարկել։ Իհարկե, ասել է կամ քաղաքականությունը, կամ տնտեսությունը։ Եթե դու ընտրում ես տնտեսությունը դուրս ես գալի քաղաքականությունից, չես միջամտում քաղաքականությունը, բիզնեսում քո համար ազատ դաշտ, քեզ կաջակցենք էլ, որ վերևի գործարանը սեփականաշնորհես, դառնա քոնը, որևէ խնդիր չունենաս, գնա քո համար ապրի։ Ես ասել եմ, որ գերադասում եմ քաղաքականությունը, այդ դեպքում ասել եք կորցնես։ Եվ ես այդ ընթացքում ահռելի սեփականություն եմ կորցրել, որի մասին երբեք չեմ բարձրաձայնել։ Ես կորցրել եմ ջանդամը, կորցրել է նաև եղբայրս ու արդեն սեփականաշնորհած Բացոյի գործարան եւ այլ էս համատեքստ։ Ինչ վերաբերում է եղբորս Փեսային։ Այո, կխնդրեմ պարզաբանել։ Ասեմ, որ եթե ես գումարներ ունենայի ու այդ գումարները շահը ներդնելու խնդիր կունենայի, ես ինքս Փեսա ունեմ, կանեի իմ Փեսայով, որը տնտեսագետ է իմիջայլոց, որ այդ ոլորտները շատ լավ հասկանում է, աղջիկս տնտեսագետ է, բարձրագույն կարգի, ամերիկյան ընկերություններում է աշխատում շատ բարձր աշխատավարձով։ Այսինքն ես իմ գումարները ոչ թե եղբորս Փեսայով, այլ իմ Փեսայով կանեմ։ Շահաբաժինը ստանում եք ձեր եղբոր Փեսայի ֆինանսական գործունեության արդյունքում։ Ես չգիտեմ, ես եղբորս Փեսային տեսնում եմ տարին 1 կամ 2 անգամ։ Չէ, դուք քյար ունեք մեր ժողովրդի բառերով ասած։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը քյար ունի, որովհետև Հայաստանում վերջին ժամանակներում կառուցված միակ արդյունաբերական գործարանը այդ գործարանն է, ավելին, այդ գործարանը երասխում կառուցելու դեպքում, երբ որ այնտեղից հանվեց, իսկ իրենք երասխում էին կառուցում, որովհետև այդտեղ ազատված էին որպես սահմանամերձ գոտի հարկերից։ Տեղափոխվեցին այստեղ, այստեղ հարկերից չազատեցին։ Իրենք դիմումներ գրեցին, որ քանի որ գիտեք, շինարարական աշխատանքի 60% նարված էր այնտեղ։ Այսինքն գումարի մոտավորապես, այսպես ասեմ, 12-ից 16 միլիոն գումար փող է դրված, կարող են գնալ երասխ ու տեսնեն այդ։ Հետ եկան այստեղ, ասեցին, գոնե ազատ եք, ասեցին, չէ, մենք կարող ենք ձեզ վարկ վերցնելու երաշխիք տալ, որ վարկ գնաք վերցնեք, այդ կորցրածի մասով գործը շարունակեք, բայց չենք ազատելու։ Իսկ սուբսիդիան ինչի համար է, պարոն Սարգսյան։ Դա սուբսիդիա չի, դա երաշխիք են տվել, որ մարդիկ հարկ կարողանան վարկ գումար վերցնել, այստեղ զերոյից նորից սկսեն։ Երկրորդ, այդ ընկերությունը փորձում է հիմա նաև Հայաստանում արտադրել հրետանու արկեր, ինչի մասին նաև թերթերը գրեցին։ Ասեմ, որ համապատասխան իրավիճակներում պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության ամենաթույլ տեղը հրետանու արկերն են, որոնք ներկրելը բավականին բարդ է դառնում։ Օդային ճանապարհով, ցավակային ճանապարհով հնարավորություն չկա։ Եվ սա փրկություն է Հայաստանի համար։
Հիմա այդ ընկերությունը, որը ամերիկյան ընկերություն է, ոչ թե եղբորս Պեսայի ընկերությունը, եւ եղբորս Պեսան այդ ամերիկյան ընկերությունում բաժին ունի, ու եթե իրենք այդտեղ որոշակի կոռուպցիա են տեսնում, ուրեմն իրենք ամերիկյան ընկերությունների մեջ կոռուպցիա են տեսնում ու կարող են դիմել համապատասխան։ Դեսպան վերջերս այցելել էր, չէ՞, ընկերություն ԱՄՆ-ի դեսպանը։ Ընդհանուր առմամբ իրենք ամերիկյան բոլոր ընկերությունները շատ սերտ համագործակցում են Միացյալ Նահանգների դեսպանատան հետ։ Եվ կան բազմաթիվ դեպքեր, որոնցով ես նաև դեսպանատան որոշակի թևերի հետ զրույցներից հետո այդ ընկերություններին գնացել եմ աջակցության։ Հիմնականում հիդրոէներգետիկայի եւ այլ ոլորտներում, որտեղ ասենք հայ-ամերիկյան ընկերություններին որոշակի նեղություն են սկսել պետության կամ լավ տղու մակարդակով խնդիրներ առաջացնել, այսինքն Միացյալ Նահանգները իր կապիտալին այստեղ աջակցում է եւ դեսպանը գնացել էր եւ այն որ այս ընկերությունը փորձելու է նաեւ արկեր արտադրել, այն որ այս ընկերությունը նաեւ դառնալու է այդ մեքենաները, որոնք Հայաստանում եկել են, որոնց վրա հրետանի է այդ մեքենաների վերանորոգման խնդիրները իր վրա վերցնել եւ անել, այս առումով եղբորս Պեսային միայն կարող եմ ասել շատ ապրես ու դու պետության համար շատ լուրջ գործ ես անում։ Երևանի տարածքում շինարարական տարածքներ ստանալ է ինչ։ Շինարարական Հանրապետության խմբակցության հետ կապ ունի ձեր ավականու այնտեղ ներկայացվածությամբ Ավինյանին աջակցելով եւ այլն։ Գիտեք, ասենք նախ այդ հարցին եթե կապել ունենա, այդ հարցին ես չեմ ասի, որ կապ ունի։ Երկրորդ, չի կարող այդ կապը լինել որևէ կերպ, որովհետև տեսեք, դրվել է Կասկադի շինարարությունը տենդերով կմասնակցի։ Պետությունը քաղաքապետարանի ինքն է ընտրել ճարտարապետ, ընտրել են ֆրանսիացի ճարտարապետի, որը եկել է, որը նախագիծ է արել Կասկադի համար։ Այդ նախագծի հիման վրա Երևանի քաղաքը հաշվարկել է, թե ֆրանսիացի ճարտարապետի նախագծով ինչ կարժենա այդ շինարարությունը։ Դա դրել է տենդերի։ Այդ տենդերին մասնակցել է մի ընկերություն միայն։ Ուրիշ որևէ ընկերություն չի ուզեցել մտնել այդ տենդերի տակ։ Որևէ ընկերություն։ Ընդ որում, այդ ընկերությունը, որ մասնակցել է GTB-ին, պետության առաջարկածից շատ ավելի մեծ թիվ է առաջարկել։ Այսինքն, եթե այդտեղ որոշակի գործարք լիներ, ինքը պետության առաջարկածից կառաջարկեր, ասենք $50,000, $100,000 ավել, ոչ մի քանի միլիոն, 10 միլիոն ավել։ Այսինքն ինքը մտածել է, որ դիմողներ շատ կլինեն ու միանգամից շատ ավելի մեծ թիվ է առաջարկել։ Եվ միակ մասնակիցն է եղել։ Երկրորդ, այդ գումարները GTB ընկերությունը վերցրել է հայկական բանկերից վարկ եւ նշել է, թե որ բանկից է։ Այդ վարկը վերցնում 30 միլիոն։ Այնպես որ այստեղ, չգիտեմ, կապեր փնտրելը կամ գումարներ կամ եւ այլ մանգալը ուղղակի անհետ բամբասանք է։ Ամբողջ խնդիրը հետեւյալում է, որ քաղաքական դաշտի այն թևը, ով տեսա, որ Երևան քաղաքում հանձինս մեր կուսակցության եւ իմ անձի իրենք չկարողացան այդ ժամանակ, երբ որ փողոցում գործընթացներ էր գնում, այդ գեներացնել ու այդտեղից գնար իշխանափոխության խնդիրը, թույլատնելով իշխանությանը գալ իշխանության, ջհանդամ թե սահմաններին էլ պատերազմ կներ։ Դուք ասում եք, ես պետականամետ եմ պաշտպանեցի պետությունը, նրանք ասում են, չէ, շահ ունեք, նաև ֆինանսական։ Դե ինչ որ կերպ, դե ասում են թրքամետ ես, պետականամետ ես, այն ինչ որ, այն դեպքում, երբ որ իրենք են ռուսների հետ ռուսական դրոշի տակ ուզում են այդ միջանցքը տալ, այն որ Լենինն ու Քեմալն են եղբայրներ ու թրքամետ են ու այս տարածաշրջանում միշտ թուրքերի հետ պասերով են խաղացել, իրենք էլ այսօր այդ նույն ռուսների հետ են, իրենք թրքամետ չեն։ Իսկ այդ նույն Թուրքիան ու Ռուսաստանը վաղուց այնքան են թուլացել այս տարածաշրջանում, որ արդեն իրար հետ պասերով խաղալ չեն կարողանում։ Ու այս իրենց վերջին ջանքերն է, ստիպված պիտի մեզ վարկաբեկեն, պիտի ասեն դուք այդտեղ շահ ունեք, դուք այդտեղ օգուտ ունեք։ Ես արդեն 20 տարի է որևէ բիզնեսով չեմ զբաղվում։ Եվ եթե զբաղվեի, այն ծախսերը, ինչը որ Գյումրիում արվում էր, երրակի ավելին կանեինք։ Ու այդ պարագայում էլ արդյունքները խնդիր կունենային։ Այսինքն այս ընտրական process-ների վրա, անկախ նրանից փող բաժանվում է թե չէ, փողի պարամետրը, որը մենք ծախսել ենք։ Իսկ մենք ինչի համար ենք այդ ծախսել։ Ասենք ենթադրենք այնտեղ երկու լրացուցիչ ավականու անդամ էինք ունենալու, ինչ այդ մեր փողը հետ էր բերում։ Չէ։ Իրենք փորձել են նման բաներ անել։
որևէ մեկը այդ մասնագետներից ինքը գումար բերե դրել է, իր համախոհները, որոնք աշխատանք չունեն, ծայրը ծայրին մի կերպ հասցնում են գումար դրել են, ոչ չէ իհարկե, որ պետության համար չենք անում, ինչի համար ենք անում։ Մենք անում ենք նրա համար, որ խնդիրները նախ հասնեն մինչև 2026 թվական։ Այսինքն մինչև 26 թվական տեղի չունենան գործընթացներ, որոնք կստիպեն արտահերթի գնալ, որովհետև ռուսական համակարգը այդպես է աշխատել սովետական նախկին սովետական միության ազդեցության ցանկացած տեղերում։ Ինքը սահմաններին սկսել է որոշակի գործընթացներ անել, ներքին 5-րդ շարասյունն օգտագործելով տեղում արել է հեղաշրջում։ Այդպես է արել Վրաստանում, այսօր Սաակաշվիլին որտեղ է, այդպես է այսօր անում Ուկրաինայում, որ Զելենսկուց պահանջում են նոր ընտրություններ անելու, ասում են, քո այդ թուղթ չենք։ Նույն բանը փորձելու է անել Հայաստանում։ Եվ ինքը դրա համար ունի այդ 5-րդ շարասյունը։ Եվ այդ 5-րդ շարասյունը թիրախավորել է ինձ։ Ուղիղ թիրախավորել է ինձ։ Եվ այդ թիրախավորումը տարածվում է բոլոր այն մարդկանց վրա, ում հետ մենք փորձում ենք ճանապարհ անցնել, ում հետ մենք փորձում ենք ուժեղացնել։ Այն ինչ որ տարածում էին Լևոնի անձնական կյանքի մասին Գյումրիում, այն ինչ որ Վարդան Ղուկասյանը խոսում էր Եվրոպայի ու եվրոպական արժեքների մասին, այդ մոտեցումների դաշտից էր։ Բայց այդ ամեն ինչը մնացել է 20-րդ դարում, որովհետև Ռուսաստանը ու Սովետական միությունը, ինչը այդքան ափսոսում է Պուտինը կամ Միութենական պետությունը, դրանք անցած էտապներ են։ Կներեք, ասում եք մնացել է 20-րդ դարում, բայց փաստը այն է, եթե Մարտուն Գրիգորյանը որոշում է աջակցել Վարդան Ղուկասյանին, ստացվում է, որ Գյումրիին ունենալու է քաղաքապետ, որը այսպես ըստ նաև իրավապաշտպանների գնահատականի կնատյաց եւ սեքսիստական հայտարարություններ անող, հրապարակային բռնության կոչ կամ բռնության պատրաստակամություն գնդակահարելու կներեք ավելի կոնկրետ պատրաստակամություն հայտնող մարդ քաղաքապետ է ունենալու, հա, դուք տեսնում եք այդպիսի բան։ Գիտեք ինչ, հետո ինչ նախկինում էլ 21-րդ դարն է սա այդ բանը սա։ Չէ, գիտեք ինչ, նախկինում Բալասանյաններն էին, չէ, էլի Գյումրիում իշխանությունը։ Էլի կպնչեր հաղթե, չէ։ Մենք էլ չէինք մասնակցել, որտեղ անիմաստ էինք համարել, որտեղ այդ պարագայում հասկացել էինք, որ մասնակցությունը մեզ քվե չի տալու։ Ես ասում եմ 21-րդ դարի առումով, որտեղ 21-րդ դարում ապագան Եմենը, ապագան Եվրոմիությունն է։ Այսօր նույնիսկ ամերիկյան ընկերությունները իրենց կապիտալը տեղափոխում են Եվրոպա կամ Չինաստան, որտեղ ստաբիլություն է, որտեղ այնտեղ ոչ ստաբիլ է, որտեղ Թրամփը փոփոխական տեսակետներ է ասում։ Ապագան Եվրոպան է, Սովետական միությունը ապագա չի, ինքը պատմությունը հետ չի կարողանալու գալ, չունի այդ հնարավորությունը։ Այսօր թե վաղը մենք հաղթելու ենք, ապագան մենք ենք։ Եվրոդաշինքը այդ ապագա է։ Կլինի այդպիսի դաշինքով, թե առանց դաշինք 2026-ին, ընտրությունները կլինեն 2026 թվին, թե կլինեն դրանից շուտ, բայց մենք ապագայի տեսլականով ենք գալու։ Իրենք սովետական միության դրոշներով փոխած այդ ռուսական դրոշի ու Պուտինի պատկերը սրտներին են գալու։ Այդ անցած էտապ է։ Նախ որովհետև այդ Ռուսաստանը օրորի թուլանում է, երկրորդ Պուտինը ինձնից մի 10 տարի մեծ է։ Դե հաշվի առնելու թեմա է, չէ՞։ Իհարկե հաշվի առնելու թեմա է։ Բայց Պուտինը չհաղթեց Գյումրիում, թե սխալ է այդպիսի գնահատական հնչեցնելը։ Իմ կարծիքով կոպիտ սխալ է նման գնահատական տալը, բացարձակ քաղաք, ես նորից եմ կրկնում։ Ափսոս չեմ կարող այդ մարդկանց անուն ազգանուններն ասել, ես կարող եմ ասել, որ թե Մարտունի, թե Վարդանիկի թիմից, նույնիսկ վստահված անձերի մեջ, ովքեր այնտեղ այդ տեղամասերում ներկա են եղել, այդ մարդիկ խոստովանել են, որ Եվրոքվեի ժամանակ իրենք եկել ու ստորագրել են այդ փաստաթղթի տակ։ Բայց հիմի Մարտունի ու Վարդանիկի վստահված անձ են։ Այսինքն խնդիրը այստեղ անհատինն է, ոչ թե Մարտունը։ Այն մարդիկ եվրոպական արժեքներ ու եվրոպական արժեքների համատեքստում տեսել են Հայաստանի անվտանգությունը։ Բայց Վարդան Ղուկասյանի վստահված անձն են։ Բայց Վարդան Ղուկասյանի կամ Մարտունի վստահված անձն են, այո։ Դա քիչ երկվություն է, բայց ասեմ ձեզ, արժեքային իմաստով գոնե։ Գիտեք, այդպիսի ինքնահակասում ունենալ։
Գյումրին որոշակի կոլորիտ ունի, ու այդ կոլորիտը հիմիկվանից չի գալիս։ Եթե նայենք, թե ասենք նախկինում 18-20 թվերից, ասենք կոմունիստները որտեղից եկան եւ այլս, համատեքստում շատ չխորանամ, կտեսնեք, որ Գյումրին այդ կոլորիտը միշտ է ունեցել։ Այդտեղ մարդու անհատի, ղայդին տղու, չգիտեմ, բաշարողի եւ այլնի, այս մոտեցումը այդ կոլորիտի մի մասն է։ Այդ կոլորիտի մի մասն է։ Իսկ պարոն Սարգսյան, դուք ինչպես եք տեսնում հանգուցալուծումը Գյումրիում, ասենք, հիմա փաստորեն Մարտուն Գրիգորյանից է դա կախված, մարդիկ ասում են Սերժ Սարգսյանն է որոշողը, բայց այսօր Տիգրան Աբրամյանը մեր հյուրն էր, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ասաց մենք որոշող չենք, Մարտուն Գրիգորյանը մեր կուսակցականը չի, նույն խմբակցության անդամ ենք, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն իր խորհուրդը տվել է, բայց Մարտուն Գրիգորյանը իր ընտանիքը, իր շրջապատը ինքը պետք է որոշի, ինչ որոշի, պատասխանատուն ինքն է, ՀՀԿ-ին հանկարծ բան չասենք, այսպես, ինչ սպասել, ինչ եք մտածում։ Գիտեք ինչ, եթե այ ղայդին տղու կոդեքսով առաջ գնանք, ապա Մարտուն Գրիգորյանը ղայդին տղա չի լինի, եթե պաշտպանի Վարդան Ղուկասյանը։ Ինչու՞։ Որտեղ ղայդին տղու կոդեքսը թույլ չի տալիս, որ Մարտուն Գրիգորյանը պաշտպանի Վարդան Ղուկասյանը։ Այդտեղ բազմաթիվ խնդիրներ կան հնից եկող, այդ արյունալի պատմությունները, եւ արյունալի պատմությունը, եւ այո, եւ արյունալի պատմությունը, նաեւ վերջին ժամանակների արված հայտարարությունները, նաև սեփական թիմում ասած մոտեցումները, այսինքն ղայդին տղեն նա է, ով պատվախնդիր է, ով սեփական խոսքը հարգում է, ով ապրում է այդ օրենքներով, այդ մշակույթի օրենքներով, իսկ այդ մշակույթի օրենքներում իրենք բարեկամներ չեն։ Իսկ այդ մշակույթը ես կասեի հակառակորդներն, իսկ այդ մշակույթը քաղաքական մոտեցումները թերադասում է ղայդին տղու այս մշակույթի մոտեցումներից։ Ես կուզենայի, որ ավելի շատ մեր ժողովուրդը խորանար ոչ թե դրա մեջ, այլ խորանար նրանում, թե առաջիկա զարգացումները մեզ ուր են տանում ու ինչի կբերեն։ Բայց ցավոք հանրային ընկալման մեջ ավելի շատ այ կմիանա Մարտունը, թե չի միանա, չգիտեմ, իսկ եթե միանա ինչ կլինի։ Իմ համար երրորդական է, ընդհանրապես չորրորդական։ Եթե անգամ չմիանա, նոր ընտրություններ էլ լինի։ 1000-րդական խնդիր է։ Իմ համար գերկարևոր խնդիր է, ասենք, կգործեն երկաթուղիները Երասխից դեպի, ասենք, մինչև Գյումրի եւ այնտեղով Ադրբեջան եւ այնտեղով Թուրքիա, թե ոչ։ Տեսեք, այսօր Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Փարիզում է։ 2 օր առաջ Ֆրանսիայի Հայաստանում դեսպանը Սյունիքում նկարվեց դեպոյի նկարի կողքին։ Ասեմ, որ ֆրանսիական ընկերություն կա ինժեներական աջակցության, անվանումը Արտերիալ։ Այդ ընկերությունը որոշակի գործունեություն է արել այդ երկաթգծի ուղիների ուղղությամբ եւ նույնիսկ խոսակցություններ կան, որ 2025 թվականի հունվար ամսին Հայաստանի Հանրապետության կառավարության հետ թղթեր են ստորագրվել այդ ուղիներում ֆրանսիական ներդրումներ անելու եւ երկաթուղին վերակառուցելու ապաշրջափակման դեպքում։ Այո, այսինքն խոսքը գնում է 46 կիլոմետրը Մեղրիի եւ դրանից հետո Երասխավանից Մարգարա ընկած հատվածի առումով։ Ու այս առումով նշվում է, որ արտերիալը մրցակից չունի, քանի որ այն 46 կիլոմետրը ընդհանրապես գոյություն չունի զրոյից է սարքելու։ Իսկ այս Երասխից մինչև Մարգարա ընկած հատվածում ռուսական երկաթուղիներն են, որոնց ժամկետը լրանում է 28 թվականին եւ որոնք որևէ ներդրումային ծրագիր չեն առաջարկելու։ Ավելին, նույնիսկ տեսակետ կա, որ ֆրանսիական այս ընկերությունները նաեւ մշակել են ֆինանսավորման տարբերակը, որը պիտի արվեր Ագրիկոլ բանկով։
Իսկ այստեղ հետաքրքիր ուրիշ բանում է։ Ֆրանսիացիները միշտ հյուսիս հարավի կողմնակից են եղել։ Իրենք դեմ են եղել Միջանցքին, իրենք գտել են, որ ճանապարհը պիտի շրջանցի նաև Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հիմա ֆրանսիացիները մտնում են այն դաշտ, որում անգլիացիներն էին եւ նրանք էին ուզում այդ ուղին տանել։ Հիմա իրենք են մտնում։ Հիմա այսօր Ֆիդանն ու Ֆրանսիայի արտգործնախարարը այդ հարցը քննարկելու են, 100% քննարկելու են։ Ես պատահական չեմ համարում, որ նույնիսկ Բայրամի օրվա շնորհավորանքների Իլհամ Ալիևի շնորհավորանքների համատեքստում Էրդողանն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության ու այդ փաստաթուղթը պիտի ստորագրվի։ Պարոն Սարգսյան, արտաքին քաղաքականությունը շատ կարևոր է, իրոք մեր կյանքի որոշող process-ները նաև հենց այդտեղ են, բայց մի հատ այլ հարցով եկեք ամփոփենք 26-ի ընտրությունները եւս արտաքին քաղաքականության հետագա զարգացումների վրա կարող են լուրջ ազդեցություն ունենալ։ Օրինակ, սկսվեց ԵՄ-ի անդամակցությամբ արդեն պաշտոնական process չէ, որը դուք եք նախաձեռնել, բայց ԿՊ-ն այսպես դակեց վերջնականորեն որպես օրենք, դա կարող է ուղղակի կասեցվել, եթե մի պահ պատկերացնենք, որ ասենք 26-ին ենթադրենք իշխանության է գալիս պայմանական ասած պրոռուսական ուժ կամ ուժերի դաշինք, դատելով ասենք Գյումրիի սխեմայից, երբ որ տարբեր թևերով ընդդիմադիր տարբեր ուժեր գնում են, հետո կոալիցվելու հավանականություն է առաջ գալիս, մի կողմ թողնելով ԿՊ-ին, այսպես ասենք, եթե հանրապետությունն էլ կամ ձեր ուժն էլ չի անցնում անցողիկ շեմը, դուք էլ շրջանցվում եք, չի ստացվում, որ եթե դա տեղի ունենա 26-ին, այսինքն ընտրություններով նախկին իշխանությունները նրանց հարող ուժերը վերադառնան, ինչ Եվրամիություն, ինչ ապաշրջափակում, ինչ ֆրանսիական դեպո, լրիվ ուրիշ կինո է սկսվելու։ Եթե մեր ժողովրդին ձեռնատու է լինելու դա, այդպես էլ կլինի, բայց ժողովրդի մեր ժողովրդին այդ ձեռնատու չի լինելու։ Ու այդ ամեն ինչը Գյումրիի տեսանկյունից ու Գյումրիի տեսանկյունից հիմնականում են մարդկանց, ովքեր փորձում են դրա արժեքը ուռճացնել ու այդ տեսանկյունից դիտելը համարում եմ կոպտագույն սխալ։ Կոպտագույն չկա նման բան։ Գյումրիում ինչ կար, մի բան էլ ավել է եղել ԿՊ-ին, մեզ էլ մի բան ավել է եղել, չէինք մասնակցել, հիմի անգամ մասնակցել ենք 2400 քվել հավաքել ենք։ ԿՊ-ն նախկինում էլ Գյումրիում պարտվել էր, ու այնտեղ Բալասանյաններն էին, հիմի Բալասանյանները չեն, Ղուկասյաններն են։ Ու ինչ։ Ոչ մի բան։ 2026 թվականի ընտրությունների արդյունքների վրա ավելի շատ ազդելու է աշխարհակաղակականը։ Գյումրին 0 ազդեցություն է ունենալու։ Ազդելու է նա, թե Ուկրաինայում զարգացումները ոնց են գնալու։ Ազդելու է նա, թե Միացյալ Նահանգներ Իսրայել հարաբերությունները եւ այդ Իրանի հետ կապված համատեքստում ինչ լուծումներ են ստանալու։ Այս խնդիրները կարող են ազդել։ Ազդելու է նա նաեւ թե Ռուսաստանում ինչ գործընթաց։ Թաղի տղաները դեր չեն ունենալու։ Բացարձակապես 0 է լինելու։ Այսինքն արևմտյան թևի ուժեղանալու պարագայում այստեղ արևմտյան ազդեցություն ունեցող կուսակցությունների դերն ու քշիռը բարձրանալու է, այդ կուսակցությունների քվեն ավելանալու է, հնարավորություններն ավելանալու է եւ քաղաքական քարոզարշավի ժամանակ այդ քվեները շատ են լինելու։ Ընդունենք եզև, մինչև Թրամփը, ասենք Հայաստանի Հանրապետության բնակչության 58%-ը գտնում էր, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ուղին Եվրոմիությամբ է կամ հավաքական արևմուտքով։ Թրամփից հետո այդ թիվը կարող է պակասած լինել։ Ասենք դառած լինել 52 կամ 51 կամ 50, չգիտեմ։ Ում մեջ է բաժանում այդ 50%-ը։ ԿՊ-ի եւ մեր։ Մեր ասելով ի նկատի ունեմ հասարակական, քաղաքական, մյուս են կուսակցություններ ու մեծ միասին մենք։ Պայմանական ասած Եվրադաշինք։ Այո։ Եվ եթե միասնական մենք հանդես գանք, թե առանձին հանդես գանք, այս 50% քվեն գալու է ինքնադրսևորվելու է։ Այն մյուսը բաժանվելու է մի քանի թևերի մեջ, որոնք իրար մեջ խնդիրներ ունեն։ Լուրջ խնդիրներ ունեն։ Եվ իրենք գիտես ինչն է խանգարում, որ մենք հասկանում ենք, որ Հայաստանի զարգացման ուղին Եվրոմիությունն է ու հանուն նման մոտեցման մենք կարող ենք սեփական վարկանիշը վնասելու առումով, սեփական պաշտոն ունենալու հնարավորությունը զիջելու առումով գնանք ու կոճակ սեղմենք, իսկ իրենք չեն գնալու։ Ու առեսօր բազար են անում։
որտեղ իրենց կյանքը բազարի մեջ է եղել, իրենց տրամաբանությունն էլ բազարային է, ու Գյումրին ոչ մի բան էլ չի որոշել, ու չի էլ որոշելու։ Այ մի տարի հետո, երբ որ Գյումրիի բյուջեն հաստատելու կլինեն, այս կազմով Գյումրեցին կտեսնի, թե ինքը ինչի առաջ է կանգնել թաղի տղու ընտրելով, որտեղ այդ բյուջեն չի հաստատվելու։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Սարգսյան։ Factor TV-ում հյուրընկալել էինք Արամ Սարգսյանին։